Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Արարատյան խոհանոցն է Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Շատ ուրախ եմ, որ կրկին միասին ենք։ Ընդհանրապես խոհանոցը շատ այսպես սեզոնային երևույթ է, այսինքն խոհանոցի վրա սեզոնը կամ եղանակը շատ մեծ ազդեցություն ունի եւ յուրաքանչյուր եղանակային պայմանների հարկավոր է պատրաստել յուրահատուկ կերակրատեսակ։ Այսօր այդ օրն է եւ կերակուրը պատրաստվելու է ամառային եղանակների համար։ Այդ գործում այսօր ինձ օգնելու է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայի ավագ վարպետ Աննա Մաթեոսյանը։ Ողջույն Աննա։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ուրախ եմ շատ, ինչ ենք պատրաստելու, ինչով ենք այդ եղանակային պայմանները մեր հասարակության համար մեղմելու կերակրատեսակի միջոցով։ Ինչպես արդեն նշեցիք, շոկ օրերին մենք ավելի շատ սառը ինչ-որ բաներ ենք ուզում ճաշակել։ Դրա համար այսօր մեր հեռուստադիտողների համար պատրաստել եմ ոչ այնքան ավանդական մի կերակրատեսակ, չնայած երևի թե հեռուստադիտողը սովոր է ինձ տեսնել ավանդական ինչ-որ կերակրատեսակներ պատրաստելիս, այսօր պատրաստելու ենք պաղպաղակ, սովորեցնելու ենք մեր հեռուստադիտողներին, թե ինչպես պատրաստեն տան պայմաններում պաղպաղակ, ունենան սառցարանում եւ շոկ օրերին հյուրեր ունենալու դեպքում եւ ինչու՞ չէ նաեւ իրենց համար ճաշակելու համար տանը պատրաստեն իրենք պաղպաղակ եւ համտեսեն։ Դե ինչ, բարեկամներ, եթե ամառ է, եթե շոկ է, մենք կարող ենք նաեւ տանը պատրաստել պաղպաղակ։ Բաղադրիչները խնդրում եմ թվարկես։ Բաղադրիչները օգտագործելու ենք սերուցքային սերուցք, աղանդերային, պատրաստելու ենք սոուս, որպեսզի վերջում մատուցենք պաղպաղակի վրա անանասից եւ շաքարավազից, արքայախնձորից, ավելի հայավարի ասենք, ավելի գրական, օգտագործելու ենք ձու, կատնաշոռային պանիր, շոկոլադը օգտագործելու ենք ուղղակի պաղպաղակին տեսք տալու համար եւ վանիլին։ Ձուն ինչպես ենք օգտագործելու, դեղնուցը թե ամբողջը։ Ամբողջը։ Ամբողջը օգտագործելու։ Հիանալի։ Ես արդեն սկսեմ հարել սերուցքը, իսկ ձեզ կխնդրեմ կտրատել արքայախնձորը։ Չափսը կարող եք ինքներդ ընտրել, մատուցելու ենք պաղպաղակի վրա, շատ մեծ կտորներ որպեսզի չլինեն, բայց նաև ասենք որ ջերմային մշակման ենք ենթարկելու եւ փափկելու է ինքը արքայախնձորը։ Այսպես կարելի է այս կտորները։ Շատ լավ է։ Հիանալի։ Ես արդեն սկսում եմ հարել սերուցքը եւ նշեմ, որ սերուցքը անհրաժեշտ է հարել շատ ցածրից, հետո նոր սերուցքի պնդանալու հետ բարձրացնելու ենք նրա պտտվելու չափսը, արագությունը։ Ինձ երևի ինձ նման նաեւ մեր հեռուստադիտողներին հետաքրքրի պարտադիր պիտի այսպես կամպոտ լինի կամ մարինացված չասեմ, պահածոյացված։ Այո, պահածոյացված, թե ասեմ, որ ոչ, ես պահածոյացվածն եմ ընտրել, որովհետև ավելի հարմար է իրենից պատրաստել եւ ավելի շուտ է պատրաստվում, բայց եթե տան պայմաններում ենք պատրաստում, կարող ենք թարմ անանասը վերցնել, մաքրել կեղևից եւ այդ միջուկի հատվածը նորից կտրատել նույն չափ, ինչ որ դուք եք հիմա կտրում։ Այո։ Թեթև շոք է հարել տաք տապակի մեջ, որպեսզի իր այդ հյութերը անանասի դուրս գան եւ նոր միայն վրան ավելացնել շաքարավազ եւ արդեն այս դեպքում մենք ավելացնելու ենք արքայախնձորի հյութը առանձին։ Այո։ Հյութ, այս դեպքում մենք ունենք եւ հյութը եւ արքայախնձորները, դրա համար առանձին հյութ չենք օգտագործում։ Ավելի լավ է ստացվում թարմ անանասով, երբ որ պատրաստում են։ Որակական առումով։ Եվ որակական առումով եւ տեսքը ավելի գեղեցիկ է ստացվում։ Այս մյուսով որ պատրաստում ենք, ինքը առանց այդ էլ փափուկ է եւ ջերմային մշակման ենթարկելուց հետո երկար ավելի է սկսում փափկել։ Երկարացվածը դա որքան է, ինչ պիտի անենք սրան։ Մենք շատ թույլ կրակով ենք պատրաստելու եւ մոտավորապես 40 րոպե մի ժամ թույլ կրակով թողնելու ենք, որպեսզի սոուսը խտանա եւ նոր միայն օգտագործենք, այո։ Հյութն էլ լցնենք, չէ՞։ Այո, հյութն էլ լցրեք եւ ավելացրեք 10 ճաշի գտալ շաքարավազ։ 10 ճաշի գտալ։
պատրաստ է արդեն։ 6, 7, 10։ Մոտավորապես 200 գրամ է կազմում շաքարավազը, կամ կարող ենք տան պայմաններում ինչքան որ ջուր ենք վերցնում, հյութն ենք վերցնում անանասի, այդքան էլ շաքարավազ ավելացնենք, որ այդ պնդությունը տեղի ունենա։ Ինձ մոտ սերուցքը արդեն պատրաստ է, ունեցանք այս խտությունը, իրան եթե այսպես անգամ հակառակ ուղղությամբ պահեմ, սերուցքը չի թափվի, պարտադիր է այս խտությունը ստանալը։ Այս խտությունը ստանալուց հետո նշեցի արդեն, թե ինչպես եմ հարում, շատ թույլ աստիճանից անընդհատ պտույտների արագությունը բարձրացնում եմ, որպեսզի այս խտությունը ես ունենամ, իրան պետք է շուռ տաս, ինքը չթափվի։ Սա ունենալուց հետո մաքրենք նաև սա։ Կխնդրեմ ձեզ մի նման տարայի մեջ այդ 3 ձուն կոտրել, մինչև ես կլվանամ սա։ Սա արդեն կողքի ենք դնում, պատրաստ է, եւ նշեմ նաեւ, որ շատ երկար հարել էլ սերուցքը չի կարելի, որովհետեւ ինչպես շուտ պնդանում է, այդքան շուտ էլ կարող է նորից իր առաջվա տեսքին վերադառնալ։ Խտությանը, հա։ Այո։ Ուրեմն գերխառնելուց հետո։ Հա, իհարկե, եթե մենք սրանից ավել շարունակենք իրան հարել, ինքը նորից նույն ջրիկություններ ստանալու։ Հիմա այս 3 ձուն լավ հարում ենք։ Այնքան մինչև փրփրելը, հետո ավելացնելու ենք շաքարավազը, ավելացնում ենք շաքարավազը վերցնում ենք 150 գրամ, ամբողջը մի անգամից կարող ենք ավելացնել և հարելու ենք այս զանգված այնքան ժամանակ, մինչև շաքարավազը ամբողջությամբ հալչի։ Դուք ես ընթացքում կարող եք շոկոլադը քերել։ Ձևավորման համար է, հա։ Ուրեմն այս մասան բաժանելու ենք երկու մասի։ Կեսը անելու ենք շոկոլադի հետ քերած, մնացածը հենց այսպես վանիլային ենք մատուցելու, տեսքը սպիտակ է լինելու։ Հա, փորձում ենք, այո, երկու շերտից է այսպես ասած բաղկացած լինելու։ Որ հարցնում են, ոնց ինչ պահպաղակեսին, սև թե սպիտակ։ Վանիլային թե շոկոլադը եւ նաեւ ասեմ, որ հենց այս նույն զանգվածից կարող ենք նաեւ պատրաստել ընդհանուր շոկոլադից, սև շոկոլադի պաղպաղակ։ Այդ դեպքում մեզ անհրաժեշտ է լինելու հալեցնել շոկոլադը, ավելացնել այս հարած ձվով եւ շաքարավազով մասային եւ հետո նոր սերուցքը ավելացնել ու ավելացնել կակաո այնքան, ինչքան որ ուզում ենք շոկոլադի գույնը մուգ լինի, պաղպաղակի գույնը։ Չգիտեմ, բավարար է թե ոչ։ Հա, բավական է։ Հիմա թեթևը լցնելու ենք ծանր զանգվածի վրա, այսինքն այս հարած սերուցքը լցնելու ենք մեր ձվի եւ շաքարավազի վրա։ Տեղափոխենք հիմա մի տարայի մեջ, որ կարողանանք տեղավորել։ Որ ամբողջությամբ կարողանանք տեղավորել, մեզ էլ հարիչը պետք չի գալու։ Նու կարող ենք հարել եւ շարունակել այս ամեն ինչը զանգվածը ստանալ հարիչի օգնությամբ, ինչ որ ես հիմա անում եմ, եւ կարող ենք անել կամ սիլիկոնի գդալով, կամ վենչիկով հարենք, տարբերություն չկա։ Ես կընտրեմ սիլիկոնի գդալը։ Մի փոքր կխնդրեմ այս պահին վանիլին ավելացնեք այստեղ, 2 գրամի չափով մոտավորապես։ Լավ խառնում ենք վանիլինը եւ ավելացնում մեր սերուցքը հարած։ Խառնենք։ Այո, դա լավ հարում ենք, որպեսզի միատար զանգված ստանանք մենք նրանից։ Եվ այս զանգվածը, որը մենք հարելուց հետո ստանալու ենք, բաժանում ենք 2 հավասար մասի, մի մասի վրա լցնելու ենք մեր քերած շոկոլադը, մյուս մասը թողնելու ենք այդպես վանիլային սպիտակ, ինչպես արդեն նշեցի։ Իսկ պանիրը կատնաշորային պանիրը։ Այս պահին եք պանիր ավելացնելու, սա լավ հարելուց հետո։ Պանիրով պաղպաղակ։
Պանիրով սերուցք այդ կատնաշոռային պանիրը, որը նշեցինք, ավելացնում ենք նրա համար, որպեսզի կտրելու ժամանակ ինքը չհալչի, շուտ չհալչի, ինքը այդ խտությունը իր տեսքը երկար պահի, ու այս պաղպաղակը, երբ որ մենք ճաշակում ենք, կտրում ենք, մատուցում ենք, դրանից հետո արտաքին շերտը թվում է թե հալչել է արդեն եւ նա արդեն պիտանի չէ, շուտ է հալչում, այսինքն, սակայն ներսից ամբողջությամբ անգամ մի ժամ, 2 ժամ, եթե թողնես սեղանի վրա դրած, ինքը իր տեսքը պահելու է եւ դա այն բանի ապացույցն է։ Այսինքն ջերմաստիճանը կապ չունի արդեն։ Այո, դա այն բանի ապացույցն է, որ սերուցքը մենք հարեցինք այնպես, որ ինքը բան եղավ, պնդացավ։ Եթե այդ պնդացած զանգվածը մենք չունենայինք, մեզ մոտ նույնպես հալչելու է շատ շուտ։ Իսկ սերուցքը հարելուց հետո մենք փաստորեն հարելով հարստացնում ենք օդով նրան, ավելի սնամեջ ենք դարձնում։ Այո։ Շատ լավ։ Էդ էլ իմացանք։ Ես երևի թե պանիրը ավելացնեմ, բայց պանիրը արդեն կհարեմ միքսերով, որպեսզի հանկարծ գնդիկներ չմնան, որ մեզ չխանգարի։ Լավ, իսկ այս պաղպաղակը, ես հիշում եմ խորհրդային միության տարիներին պաղպաղակի հետ, հատկապես վանիլային պաղպաղակի հետ մատուցում էին միշտ մեր տեղական մուրաբաները։ Հիմա մենք ոնց հասկացա անանասից, այդ արքայախնձորից պատրաստում ենք Ձեր հետ ասած մուրաբան, այո։ Ինչպես միշտ նշում եք, խոհարարական միտքը միշտ պետք է թռչի։ Այս այդ թռիչքի արդյունքն է։ Ավելացրինք պանիրը, կատնաշոռային, մի քիչ փոխաբերական իմաստով ենք, չէ՞ պանիր ասում այնուամենայնիվ։ Հա, որովհետև Պրոցեսը պանրային պրոցես է, բայց ինքը այն մեր պատկերացրած աղի պանիրը չի իհարկե։ Չէ, մեր պատկերացրած մեր հայկական մեզ բոլորիս ծանոթ պանիրը չէ։ Հիմա զանգվածը բաժանեմ երկու հավասար մասի։ Փորձեմ բաժանեմ։ Եկեք սրա մեջ կավելացնենք շոկոլադը։ Եվ կշարունակեմ խառնել այնքան, մինչև համաչափ տարածվեն։ Պաղպաղակը կարող ենք պատրաստել եւ այսպես, եւ կարող ենք տարբեր գույների ինչ-որ մուսլիներ լցնել, չգիտեմ, լոխում կարող ենք օգտագործել, մեջը կտրել, գցել, այս ժամանակ արդեն խառնել։ Իսկ մրգային շարաբներ, ասենք դոշաբ կամ շատ ավելի լավ կլինի, շատ ավելի հետաքրքիր կլինի։ Փորձել եմ դոշապով, ոչ թե պատրաստել, այլ մատուցելիս եմ դոշապով փորձել, ինքը դոշապը մի քիչ թթվայնություն ունի ու ոչ բոլորին էր այդ համը դուր եկել, նուզուտ թթվայնության եւ այս սառը քաղցրության հետ կապված, բայց ամեն դեպքում, եթե սիրողներ կան, համադրությունը հաճելի է, իհարկե խորհուրդ է տրվում օգտագործել։ Անգամ մի քանի տարբերակներ կարող եմ ասել, որ պաղպաղակը պատրաստելիս այս առաջի շերտը դնելուց հետո ընկույզը մանրացնեն, փոշիացնեն կամ մի քիչ խոշոր թողնեն, ինչպես ուզում են ատամիտակ դնելու պահը իրենց դուր գալիս է, թե չէ հեռուստադիտողին։ Եթե այդպես սիրում են, այդ շերտը փռելուց հետո այդ ընկույզն են մանր կտրատում լցնում եւ այդպես երկրորդ շերտի արդեն լցնելուց ոնց որ կենտրոնում մնում է ծածկում են երկրորդ շերտով, ընկույզը, այո, եւ կտրելու ժամանակը գեղեցիկ տեսք ունենում եւ ավելի համեղ է ստացվում։ Ինձ թվում է ինչի մեջ էլ ընկույզ ավելացնես չի կարող վատը լինի։ Պաղպաղակի եւ շոկոլադի համադրությունը հասկացանք, հնուց է գալիս, բնականաբար իմ կարծիքով, եթե չեմ սխալվում, ֆրանսիական այսպես լուծումների արդյունք է։ Հիմա կարող ենք ասել շատ ու շատ բաներ իհարկե խոհարարական մեր արվեստում ֆրանսիական մշակումների արդյունք է եւ դա ված չի, նորմալ է։ Բայց այ մտածենք, երիտասարդ խոհարար ենք, ես չի իհարկե դու, ինչ կարելի է նոր, ինչ նորություն, ինչ կարող ենք ավելացնել, ինչ կարող ենք համադրել
Դե գիտեք ինչ, այդ համադրելը արդեն մի քիչ ճաշակի հարց է եւ յուրաքանչյուրը իր համադրելու ժամանակ իր ճաշակն է թելադրում, իր ճաշակն է դնում, թե ինչը ցանկանում այդ բան։ Ես մի քանի տարբերակներ նոր առաջարկեցի, թե ինչ կարելի է սրա հետ անել։ Ու թե արդեն ինչ կմտածի հեռուստադիտողը, արդեն թողնենք իրենց, թող իրենք որոշեն։ Եվ վստահ եմ, որ շատ լավ բաղադրատոմսեր կունենանք, եթե տնային տնտեսուհիները նույնպես փորձեն պատրաստել պաղպաղակ։ Հիմա սա լվանանք։ Տես մի պահի մենք մտածում ենք մեր ազգային խոհանոցը աշխատատար է, մի քիչ կամաց հեռանում ենք, որ գնանք դեպի պարզություն։ Բայց այ մուրաբաները պատրաստի մենք ունենք, մուրաբան դնում ենք հեշտ մյուս կողմ, մի կողմ, պատրաստում ենք բարդ սոուս։ Կարծես թե շրջապտույտի մեջ ենք, որի ժամանակ միշտ առաջի տուժողը հենց մեր ազգային խոհանոցն է լինում։ Մտածում եմ, որ ինչ-որ միտեղ դուք իրավացի եք, այո, ես քանի որ միշտ համարյա հայկական ուտեստներ եմ պատրաստում, հայկական խոհանոցի մեջ եմ, ինձ համար ձեր ասածը մի քիչ այդքան էլ չի վերաբերվում, այսպես ասած, որովհետև այս կոնկրետ այս բաղադրատոմսը ինձանից չի վերցրած, ես տեսել եմ, սովորել եմ եւ ինքս ոնց որ կրկնօրինակում եմ ուրիշի պատրաստած այս պահին, բայց բնականաբար մտահղացումներ կան, որոնք ես ինքս եմ իմ կողմից ավելացրել ու դեռ կշարունակեմ ավելացնել։ Ես ուզում եմ ուղղակի որ մեր մտահղացումները լինեն միտված դեպի մեր ազգայինը, բնականաբար ինչ որ խոսում եմ քեզ չի վերաբերում իհարկե, ընդհանրապես մեր գործունեության մեջ մենք պիտի կարողանանք ավելի շատ զարկ տալ, ավելի շատ ուշադրության արժանացնել ազգային մեր մշակութային երևույթները, մշակութային Ես ինքս շատ ուրախ կլինեմ, որ մեր այս երիտասարդ սերունդը գիտակցի եւ հասկանա, թե ինչ հարստություն մենք ունենք։ Մեր երիտասարդ սերունդը մենք գիտակցենք եւ հասկանանք, թե ինչքան ժառանգներ ունենք։ Ես եթե ավելի շատ տրված չլինեի մեր ազգային խոհանոցով ու գերակտատեսակներով, հիմա հավատացած եղեք, որ պաղպաղակի մի 3 տարբերակ էլ ես ինքս արդեն հորինած կլինեի։ Բարեկամներ, միշտ եղել է նաև հակամարտություն ավագ սերնդի եւ երիտասարդ սերնդի։ Իհարկե այս հարցադրումները նաև սադրիչ մի քիչ այսպես նպատակներ ունեն, սադրելու երիտասարդներին, որ արտահայտվեն, տեսնենք թե ինչ են մտածում մեր մասին։ Այո։ Մենք հարթեցնում ենք հիմա զանգվածը, մեզ մոտ արդեն պատրաստ է։ Կարող ենք չափաբաժինը մի փոքր ավելի մեծ ընտրել, կարող ենք փոքրացնել, արդեն դա ոնց կցանկանանք, այդպես կվարվենք իր հետ։ Եվ այսպես հարթեցնելուց հետո տեղադրում ենք սառցարան տեղադրում ենք մոտ 2-3 կախված սառցարանի սառեցնելու հզորությունից միգուցե նաև 4-5 Ինչ աստիճանի մեջ։ Դե ինչքան շատ լավ սառեցնի սառցարանը, այնքան ինքը ավելի շուտ իր տեսքը կվերցնի, ֆորման կվերցնի եւ մենք արդեն կմատուցենք։ 10-12 աստիճանից ցածր երևի, հա։ Գոնե, Չինաստան պայմաններում դժվար է այդքան ցածր լինի, բայց դե ամեն դեպքում այսօր դրեք, վաղը փորձեք։ Շատ լավ։ Հարգելի հեռուստադիտողներ, Աննան արդեն նշեց, 2 ժամ է մեզ հարկավոր, որ սառցարանում սառչի պաղպաղակը, հետևաբար մենք նորից կմիանանք 2 ժամ հետո։ Եվ այսպես եռած արդեն խտացավ ոնց որ թե, Աննա, Սոուսը արդեն բավական է։ 2 ժամ ու կես սպասեցիք փաստորեն։ Այո, արդեն կարող եմ բերել պաղպաղակը։ Ժամը, այսինքն տեսնեն, թե իրենց պատրաստվածության աստիճանից։ Ինչ, այո։ Ինքը պետք է ամբողջությամբ սառած լինի, եթե անգամ արտաքին շերտից մենք ինչ-որ սառած բան տեսնենք, բայց ներսը դեռ լիարժեք սառած չլինի, նորից պետք է հետ տեղափոխենք սառցարան։ Հիմա ունեցանք այսպիսի մի զանգված, սրանով փորձենք նրան չափսը տալ, որպեսզի հավասար եւ գեղեցիկ կտրենք։ Վերցնենք մատուցվող ափսեն։ Մենք ձևավորելու ենք, ես ընտրել եմ ձևավորման համար
հատապտուղներից յուրաքանչյուր հատապտուղ կարող ենք օգտագործել կամ ինչ-որ միրգս, ցանկությանս, ճաշակի։ Ես այսօր կօգտվեմ ելակից եւ կեռաս, այո։ Ճիշտն ասած հայերեն անվանումն էի փորձում հիշել, որովհետեւ միշտ գիլաս եմ օգտագործել։ Գիլաս անվանումն եմ օգտագործել։ Բայց վստահ եմ, որ դուք ինձ օգնության կհասնեք։ Հիանալի, կարծեմ ոսկեվազի գիլաս է, կեռաս է, չէ՞։ Դե հա, քանի որ Թե ելակն է ոսկեվազի։ Ելակն է ոսկեվազի, սակայն ոսկեվազի շրջանում շատ համեղ գիլաս էլ կա, եթե ինչ, դա էլ է համեղ։ Մենք հուշենք և հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ արքայախնձորի կամպոտը, չէ, մանրացրինք և իր հյութի մեջ հենց պատրաստեցինք ավելացնելով 10 գտալ շաքարավազ։ Բայց լավ կլիներ, եթե մենք թարմ անանասից պատրաստենք, ավելի գեղեցիկ կլիներ և ավելի լավ խտություն կունենար, բայց այնպես չի, որ խնդիր ունենք ինչ-որ պահածոյացված անանասի հետ։ Շատ գեղեցիկ է, վստահ եմ համը շատ լավն է և ամենակարևորը կարծում եմ այն, որ պրակտիկ է, այսինքն… Այո, տան պայմաններում հանգիստ կարող են պատրաստել և օգտագործել, չափսը մի քիչ փոքր եմ ես ընտրել, բայց կարող ենք և սերուցքը մի փոքր ավելի վերցնել և ինքը բարձր ավելի կլինի ու ավելի գեղեցիկ։ Կարևորը տեխնոլոգիական խնդիրն էր, որը ես ուզեցի, որ անպայման մեր հեռուստադիտողները տեսնեն և հասկանան, որ պաղպաղակ պատրաստել այդքան էլ բարդ պրոցես չէ։ Դե իհարկե ստանդարտներով պաղպաղակը քիչ այլ տեխնոլոգիական պրոցեսում բնականաբար դեգեդեզացիա եւ այլն, բայց նաեւ այս եղանակը հաճելի է, գեղեցիկ է եւ ես կարծում եմ դու էլի ասելիք ունես մեր հեռուստադիտողին, խնդրեմ քո առաջարկները, որովհետեւ ուշով լսում եմ քեզ միշտ քո առաջարկները։ Մեր հեռուստադիտողներին միայն կարող եմ առողջություն մաղթել, ամենակարևորը, որ մեզ պետք է միշտ ուղեկցի եւ մտքի անսահմանափակ թռիչք։ Մի բավարարվեք այնքանով ինչ ունեք, ստեղծեք ավելին ինքներդ ձեզ համար, առաջ գնացեք եւ ինչու՞ չէ նաեւ թեկուստան պայմաններում պատրաստեք կերակուրներ եւ ինքներդ ձեր պատրաստածից հաճույք ստացեք։ Շնորհակալություն, բարեկամներ, այո, միշտ պատրաստ եղեք, միշտ ձգտեք նորանոր թռիչքների, միշտ երազեք եւ միշտ պատրաստ եղեք ձեր երազների հետևից թռչել, գնալ, հասնել։ Ձեր անունից ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Աննային։ Մաղթենք, որ ինքը նույնպես երբեք չկանգնի, չդադարի երազել, չդադարի նորը ստեղծելու այդ զգացումից հետ չկանգնի եւ միշտ ունենա լավ տրամադրություն։ Շնորհակալություն Աննա, ապրես դու կեցես։ Պաղպաղակ Սերուցք 700 մլ, ձու 3 հատ, շաքարավազ 250 գրամ, արքայախնձոր 200 գրամ, կաթնաշոռային պանիր 100 գրամ, վանիլին 2 գրամ, սև շոկոլադ 80 գրամ, հատապտուղ նանա։ Բարի ախորժակ։ Բարեկամներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը, մենք մտածեցինք, որ ամռան տապին հենց այսպիսի կերակրատեսակներ, այսպիսի աղանդերներն են, որ մենք պատրաստելիս կարող ենք զովանալ եւ կարող ենք մեկ-մեկու նաեւ ցանկանալ առողջություն։ Ուզում եմ, որ մենք միշտ լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն բարեկամներ։